մեր էպոսում։ Նախ այդ էպոս ասածը ես կուզենայի մի հատ sense փոքրիկ անդրադարձ անեի մեր էպոսին, այդ էպոսը նենց չէ, որ դա ասենք մեր սովորական դասագրքերում էպոսին վերածել։ Հա, հենց այդ եմ ուզում ասեմ, էլի։ Այսինքն ինքը նախ Սլվատյանցը երբ որ վերականգնեց, 4-ը հատոր է ինքը, հատոր կոնկրետ։ Իսկ մարդիկ գիտեն ինչ որ 5 կներես։ 5-ը հատոր է։ Ու այդ ամեն ինչը այդ 5-ը հատորը որ կա, այնտեղ մանրակրկիտ ու տարբեր հասկացողություններ կա, որը որ այսօր մեր ժողովուրդը ընդհանրապես տեղյակ էլ չի, որ Սասնա ծռերում այդ ձև բաներ կա գրած։ Այսինքն, երբ որ նայում են ուղղակի Սասունցի Դավիթի պատմությունն, գնաց, էս արեց, այն արեց, էտա շատ քիչ մասն է այստեղ, բայց 5 հատորանոց հսկա տեղեկություններով, թե տեզերական, թե արարչական, աստղակարգերի բոլոր վիբրացիոն դաշտեր, ինքը համեմատականներով բնությունից, աշխարհակարգից, աշխարհաստեղծումից, այդ ամեն ինչը այդտեղ ներկայացված է։ Ուղղակի այդ ամեն ինչը պետք է ճիշտ մատուցվի, քանի որ շատ հանգամանքներ կա, որը որ չեն թողնում։ Դրա մասին էր խոսքը։ Այսինքն այդ